Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք, երբ տկար ես և ուժասպառ։ Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի Bible.com 1 միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։ Սիրելի՛ բարեկամ, բազմաթիվ ու բազմակողմանի են Աստվածաշնչի օրհնությունները, որոնք Աստված պատրաստել է Իր հավատարիմ զավակների համար։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Աստված զորացնում է Իր զավակներին, երբ նրանք անցնում են տկարության և ուժասպառության ժամանակներով։ «Աստծու ճանապարհն անբիծ է, Տիրոջ խոսքը մաքրված է կրակով։ Նա վահան է բոլոր նրանց, ովքեր իրենց հույսը Նրա վրա են դրել։ Որովհետև Տիրոջից բացի ո՞վ է Աստված և ո՞վ է վեմ մեր Աստծուց բացի։ Այն Աստվածը, որ զորություն է հագցնում ինձ և անբիծ է դարձնում իմ ճանապարհը, Նա, որ իմ ոտքերը դարձնում է եղջերուների ոտքերի նման և ինձ կանգնեցնում է բարձր տեղերում, Նա վարժեցնում է իմ ձեռքը պատերազմելու, որ իմ բազուկները պղնձե աղեղ լարեն» (Տասնութերորդ Սաղմոս 30-32): Տիրոջ խոսքը մաքրված է կրակով արտահայտությունը խոսում է Աստծու Խոսքի անարատության և սրբության մասին։ Երբ մենք որոշում ենք կայացնում թողնելու մեր ճանապարհները և այս կյանքն ապրելու Աստծու ճանապարհներով, երբ մենք մեր հույսը ոչ թե մեր պատկերացումների ու իմաստության վրա ենք դնում, այլ ամբողջ սրտով ապավինում ենք Տեր Աստծուն ու Նրա Խոսքի փոխանցած սկզբունքներին, Տերը մի անպատմելի զորություն է հագցնում մեզ։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստվածաշունչը սովորեցնում է, թե երբ է Աստված տրտմում և երբ ուրախանում։ Մենք կարող ենք այնպես ապրել, այնպիսի որոշումներ կայացնելու վարքագիծ դրսևորել, որ Աստված տրտմի մեր պատճառով։ Սակայն կարող ենք անել նաև ճիշտ հակառակը՝ ապրել այնպես ու Տիրոջ Խոսքի հանդեպ այնպիսի սկզբունքային նվիրմամբ, որ Աստված տեսնի մեր փափագները, ձգտումներն ու Իր կամքը կատարելու համար զոհաբերելու ու զոհաբերվելու մեր պատրաստակամությունը և ուրախանա ու ցնծա Իր ողջ էությամբ։ Նեհեմիայի գրքի 8-րդ խոսքում գրված է. «Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք, յուղալի բաներ կերեք և քաղցր բաներ խմեք և բաժիններ ուղարկեք պատրաստություն չունեցողին, որովհետև այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար, և մի տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է»։ Վերը նկարագրված հատվածում Աստծու ժողովուրդն ապաշխարել էր իր մեղքերից և տրտմել էր, քանի որ գիտակցել էր, որ ցավեցրել ու տրտմեցրել էր Աստծուն Իր անհնազանդ պահվածքով։ Սակայն Նեհեմիան հորդորում է ժողովրդին ուրախանալ։ Տրտմել պետք է նախքան ապաշխարելը, իսկ երբ ապաշխարությունն արդեն իրականություն է, պետք է ուրախանալ, քանի որ Աստված Ինքն է ցնծում մեղավորի ապաշխարությամբ։ Եվ Աստծու ուրախությունը մեզ զորացնում է։ Աստծու ուրախությունը մեզ ուժ է փոխանցում տկարությունների և ուժասպառության ժամանակներում։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է Աստծու սիրտն ուրախացնելու կերպերը, և միայն Աստծու սիրտն ուրախացնողներն են, որ կարող են հռչակել հետևյալ աստվածաշնչյան խոսքերը. «Թող տկարն ասի. «Ես հզոր եմ» (Հովել 3:10)։ «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4:13)։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։